Երբ խոսում ենք տարբեր ազգերի վերելքի և անկման մասին, հաճախ մոռանում ենք մի պարզ ճշմարտություն. իշխանության հիմքում շատ դեպքերում եղել և շարունակում են մնալ ճանապարհները և ռեսուրսները։ Ճանապարհները պարզապես գծեր չեն քարտեզի վրա, դրանք առևտրի հնարավորություններ են, բանակների շարժման, տեղափոխման, առաջընթացի ուղիներ են, ինչպես նաև տեխնոլոգիայի, գաղափարների ու մշակույթների տարածման ուղիներ են։ Միայն ճանապարհներն ու ռեսուրսները ձևավորում են տնտեսությունները և սահմանում միջազգային հարաբերությունները։ Ով վերահսկում է ճանապարհները և պաշարները, ռեսուրսները, վերահսկում է ներկան և ապագան։ Այս երեք մասից բաղկացած նյութում ես կքննարկեմ ամենաթեժ պատերազմներից մեկի՝ ուկրաինական պատերազմի հիմքում ընկած ճանապարհների և բնական պաշարների համար պայքարը։ Այսօրվա տեսանյութում կվերլուծեմ վերջին տարիների կատաղի բախման հիմքերը, ազդակները, քայլերը և ինչու և ինչպես Ռուսաստանն արեց այն, ինչ արեց։ Պատմականորեն Ուկրաինան եղել է Եվրոպայի հացահատիկի պահեստը։ Մի երկիր, որը ապահովել է հացահատիկի մատակարարում ամբողջ մայրցամաքին։ Ուկրաինայում էին գտնվում նաև շատ կարևոր արդյունաբերական կենտրոններ, սակայն Ուկրաինայի նշանակությունը դրանով չի սահմանափակվում։ Այն էներգետիկ և տրանսպորտային խաչմերուկ է, որով անցնող ուղիները կապում են Եվրոպան, Ռուսաստանը և Ասիան։ Պատմականորեն, ով վերահսկում էր Ուկրաինան, վերահսկում էր ելքը դեպի Սև ծով և վերահսկում էր դեպի Եվրոպա և Ասիա ձգվող առանցքային ճանապարհները։ Իսկ Ուկրաինայի վրա վերահսկողություն ունենալու ցանկացողների պակաս մեծ հաշվով չկար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ուկրաինան կենսական նշանակություն ուներ Հիտլերի համար։ Նրա ռազմավարական տեսլականի համաձայն ուկրաինական հացահատիկը պետք է կերակրեր գերմանական բանակը և բնակչությունը, սրա մասին ունեմ տեսանյութ, մինչդեռ Դոնբասի ածուխն ու արդյունաբերությունը պետք է վառելիքով ապահովեին գերմանական պատերազմական մեքենաները։ Ուկրաինայի վերահսկողությունը նաև նշանակում էր դեպի Սև ծով և Կովկաս տանող հիմնական ճանապարհների վերահսկողություն, ինչն էլ ճանապարհ կբացեր դեպի ադրբեջանական նավթահանքեր և Կասպից ծով, մի բան, որին Երրորդ Ռեյխը հուսահատորեն ձգտում էր իր ռազմական արշավանքները շարունակելու համար։ Հիտլերի համար Ուկրաինան գտնվում էր նրա Լիբենստրաումի դոկտրինի կենտրոնում, այն համոզմունքի, որ Գերմանիան պետք է նվաճեր և գաղութացներ Արևելյան Եվրոպայի բերրի հողերը, այդ կենսական տարածքները իր ապագան ապահովելու համար։ Հենց 1941 թվականի հունիսին, երբ սկսվեց Բարբարոսա գործողությունը և նացիստական Գերմանիան հարձակվեց, ներխուժեց Խորհրդային Միություն, հիմնական թիրախներից մեկը Ուկրաինան էր։ Այսպիսով, Ուկրաինան ոչ միայն պատմականորեն եղել է տնտեսական ու արդյունաբերական հզոր կենտրոն, այլ նաև դարեր շարունակ համարվել է մեծ տերությունների ռազմավարական նպատակակետ կամ թիրախ։ Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդեց արդեն Սառը պատերազմը։ Սառը պատերազմի ժամանակ հիմնադրվեց Հյուսիսատլանտյան դաշինքը կամ, ինչպես մենք շատերս գիտենք, ՆԱՏՕ-ն, ինչը ռազմաքաղաքական դաշինք էր ընդդեմ Խորհրդային Միության։ ՆԱՏՕ-ի զորքերը վերահսկում էին կարևոր ուղիներ, ճանապարհներ և ապահովում առևտրի անխափանությունը և բնականաբար ռեսուրսների և ապրանքների շարժը, հոսքը։ Սառը պատերազմի տարիներին ՆԱՏՕ-ն իհարկե չէր կարող ընդլայնվել դեպի Խորհրդային Միության երկրներ կամ խորհրդային ազդեցության երկրներ։ Այսինքն, քանի դեռ Խորհրդային Միությունը կանգուն էր և հզոր, Ուկրաինայի պես երկրների համար պայքարի մասին անգամ խոսք չէր կարող լինել։ Բայց Խորհրդային Միության փլուզումից հետո և Սառը պատերազմի ավարտից հետո ՆԱՏՕ-ն
սկսեց աստիճանաբար ընդլայնվել դեպի արևելք, իր կազմում ներառելով նախկին խորհրդային բլոկի և ազդեցության երկրներ։ Նախ 1999 թվականին ՆԱՏՕ-ին անդամակցեցին Չեխիան, Հունգարիան և Լեհաստանը։ Սա առաջին մեծ ընդլայնումն էր դեպի նախկին Վարշավայի պայմանագրի տարածքի երկրներ։ Հետո 2004 թվականին ՆԱՏՕ-ին միացան Բուլղարիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Ռումինիան, Սլովակիան և Սլովենիան։ Սա արդեն չափազանց զգայուն պահ էր Ռուսաստանի համար, քանի որ ՆԱՏՕ-ն կամ ՆԱՏՕ-ի սահմանները հասան մինչև Բալթիկ ծով, ուղղակիորեն սահմանակից դառնալով Ռուսաստանի տարածքին։ Ռուսաստանում ՆԱՏՕ-ի ընդլայնումը ընկալվեց ոչ թե որպես բնական զարգացում, այլ որպես ուղիղ սպառնալիք Ռուսաստանի անվտանգությանը և ազդեցության գոտուն։ Երբ 2008 թվականին Բուխարեստի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն առանց հստակ ժամկետներ նշելու հայտարարեց, որ Վրաստանը և Ուկրաինան ապագայում կդառնան դաշինքի անդամներ, Մոսկվայի համար սա դարձավ այդ կարմիր գիծը։ Մի քանի ամիս անց ռուսական զորքը ներխուժեց Վրաստան, սկսելով Կովկասյան հինգօրյա պատերազմը։ Դրան հաջորդեց Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը և այնտեղ զորքերի տեղակայումը։ Այս քայլը ուղիղ ռազմական պատասխան էր ՆԱՏՕ-ին և հստակ ուղերձ Արևմուտքին։ Ռուսաստանը պատրաստ է ուժով արձագանքել ՆԱՏՕ-ի ընդլայնմանը։ Բոլոր այն երկրները, որոնք սահմանակից են Ռուսաստանին և փորձում են գնալ դեպի ՆԱՏՕ, իրենց մաշկի վրա կզգան դրա հետևանքները։ Արևմուտքը, որը պատրաստվում էր ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, այդ ժամանակ չգնաց վճռական հակաքայլերի։ Արևմուտքը սահմանափակվեց միայն քաղաքական հայտարարություններով և շատ թույլ պատժամիջոցներով։ Սա Մոսկվայում ընկալվեց որպես կարևոր ազդակ։ Արևմուտքը վախենում է ուղիղ ռազմական բախումից և չի արձագանքի այնպես, ինչպես հարկն է։ Այդ գիտակցումը հետագայում դարձավ առանցքային Պուտինի հաշվարկներում Ղրիմի բռնակցման և Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմի նախօրեին։ Եկեք միասին մտովի տեղափոխվենք ԱՄՆ, Վաշինգտոն, 2013 թվական։ ԱՄՆ-ն ուժասպառ էր Մերձավոր Արևելքում այդքան տարի վարվող երկու մեծ պատերազմներից՝ Իրաքը և Աֆղանստանը։ Այսպես մսխել էին ամերիկյան ուժը, փողը, ոգին։ ԱՄՆ-ի պետական պարտքը այս պատերազմների պատճառով տեմպով աճում էր։ Միայն իրաքյան պատերազմը Ամերիկային արդեն արժեցել էր մոտ $2 տրիլիոն։ Ամերիկացիները հոգնել էին ինչ-որ հեռավոր վայրում պատերազմներ վարելուց։ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եկել էր հենց այն պլատֆորմով, որ վերջ է դնելու պատերազմներին և իհարկե բնականաբար նոր պատերազմներ չի սկսելու։ Եվ ահա այդ ժամանակներում սկսվում է Սիրիայի խնդիրը, և Պուտինը ուշիուշով հետևում է Օբամայի գործողություններին։ Ինչ է կատարվում։ 2012 թվականին Բարաք Օբաման հրապարակավ հայտարարում է, որ եթե Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կիրառի քիմիական զենք, դա կլինի Ամերիկայի համար կարմիր գիծ։ Եվ այ 2013 թվականի օգոստոսին Դամասկոսի մերձակայքում տեղի է ունենում քիմիական զենքի կիրառում։ Մահանում է ավելի քան 1000 մարդ, այդ թվում բազմաթիվ երեխաներ։ Ամբողջ աշխարհը սպասում է ԱՄՆ-ի պատասխանին, հաշվի առնելով, որ Օբամայի կարմիր գծի մասին հայտարարությունը ակնկալիքն այն է, որ ռազմական հարված է հասցրվելու Սիրիայի կառավարական ուժերին։ Պուտինը ևս ուշիուշով հետևում է, թե ինչ է անելու ԱՄՆ-ը։ Իսկ ԱՄՆ-ը, պարզվում է, ոչ մի ծրագիր չունի, թե ինչ էր անելու, եթե հայտարարված կարմիր գիծը հատվեր։ Power-ը Սիրիայի դեպքերի ժամանակ, հենց այն ժամանակ ԱՄՆ-ի դեսպանն էր,
Միացյալ Ազգերի կազմակերպությունում եւ նկարագրում է Սիրիայի շուրջ ծավալվող գործողությունները, ինչպես Օբաման որոշեց ռազմական գործողություն չիրականացնել, մասամբ վախենալով անսահմանափակ ներգրավվածությունից Մերձավոր Արևելքում, ինչը ենթադրում է մեծ ռազմական ծախսեր, կրկին Մերձավոր Արևելքում ամերիկյան արյուն թափել, մի բան, որից Օբաման խուսափում էր եւ մի պլատֆորմ, որով եկել էր, մյուս կողմից էլ կոնգրեսն առանձնապես կողմ չէր Սիրիայի վրա հարձակման գաղափարին։ Ուստի Միացյալ Նահանգները իդեմս նախագահ Օբամայի թեև հայտարարել էր, որ քիմիական զենքի կիրառումը լինելու է կարմիր գիծ նահանգների համար, բայց այդ գիծը հատվելուց հետո չի հարձակվում Սիրիայի վրա։ Փոխարենը Միացյալ Նահանգները Ռուսաստանի միջնորդությամբ գործարք է կնքում, որով Սիրիան կմիանար քիմիական զենքի արգելման կոնվենցիային եւ միջազգային վերահսկողության ներքո կապամոնտաժեր իր քիմիական զենքը։ Այսինքն Սիրիան այսպես համաձայնվում է, խոստումներ է տալիս, թեև հետագայում պարզվում է, որ ոչ բոլոր քիմիական զենքի պահեստներն են ապամոնտաժվել եւ ոչնչացվել, եւ Սիրիայի բանակը տարիներ շարունակ, ճիշտ է ավելի փոքր չափաբաժնով, բայց քիմիական նյութեր շարունակում է օգտագործել ընդդեմ սեփական ժողովրդի։ Իսկ Ասադը, այդ Ամերիկայի կարմիր գիծը հատած Ասադը շարունակում է մնալ իշխանության։ Եթե դուք Պուտինն եք, նստած եք Կրեմլում եւ հետևում եք Միացյալ Նահանգների այս արձագանքին, դուք երևի նախ զարմանում եք, ապա քթի տակ ծիծաղում։ Սա Եվրոպան չի, սա Ասիան չի, սա մեկ այլ տարածաշրջան չէ, որտեղ Միացյալ Նահանգները երկար ժամանակ ռազմական որևէ գործողություն չի արել կամ ներկայություն չի ունեցել, սա Մերձավոր Արևելքն է, որտեղ տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգների բանակը մի տարածքից կամ մի երկրից հանվել է նետվել մեկ այլ երկրի վրա։ Եվ 2013 թվականին Միացյալ Նահանգները չի ուզում զորք ուղարկել Սիրիա։ Միացյալ Նահանգների կողմից ռազմական առճակատումից խուսափելը հստակ ազդակ էր Պուտինի համար, որ Վաշինգտոնը նախընտրելու էր փոխզիջումը եւ դիվանագիտական լուծումները։ Պուտինի համար ամենայն հավանականությամբ սա թուլության նշան էր։ Շատ վերլուծաբաններ համարում են, որ հենց այս պահն էր վճռորոշ Պուտինի հետագա հաշվարկների համար։ 2013 թվականի վերջերին Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններից հետո ընդամենը մի քանի ամիս անց կարևոր շրջադարձ արձանագրվեց արդեն Ուկրաինայում։ Ինչպես հայտնի է, Ուկրաինան տասնամյակներ շարունակ համարվում էր Ռուսաստանի ազդեցության գոտու երկիր։ Սակայն հասարակության ներսում միշտ գոյություն ուներ այսպես հակասություն դեպի արևմուտք ձգտող եւ դեպի Ռուսաստան ձգտող ուժերի միջև։ 2013-ի նոյեմբերին այդ հակասությունը պայթեց։ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ով համարվում էր ռուսամետ գործիչ եւ Մոսկվայի մտերիմ, վերջին պահին հրաժարվեց ստորագրել Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագիրը, փոխարենը նա ընտրեց Ռուսաստանի հետ ավելի սերտ տնտեսական եւ քաղաքական կապերը։ Այս որոշումը բուռն զայրույթ առաջացրեց։ Կիևի Մայդանի հրապարակում սկսվեց զանգվածային ցույցեր, ցույցերը վերածվեցին բախումների, բախումները գնալով ավելի թեժացան, եղան զոհեր, իսկ 2014 թվականից սկսվեց Եվրոմայդանը, փետրվարի վերջին իրավիճակն այնքան սրվեց, որ Յանուկովիչը փախավ երկրից եւ սա փաստացի դարձավ հեղափոխություն։ Ուկրաինան նոր իշխանությունների եւ հասարակական տրամադրությունների միջոցով ցույց էր տալիս, որ այլևս չի ցանկանում մնալ որպես Ռուսաստանի ազդեցության երկիր։ Նա ընտրում էր դեպի Եվրոպա, դեպի արևմուտք տանող ուղին։ Սա իհարկե առանձնապես դուր չեկավ Ռուսաստանին։ Պուտինը չէր ցանկանալու Ուկրաինան եւ առավել եւս իր համար կարևորագույն ռազմավարական նշանակության կետերը կորցնել։
Պուտինը չէր նստելու ու նայելու, թե ինչպես են իր ձեռքից խլում իր համար այդքան կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող Ուկրաինան, հա, կամ Ուկրաինայի հատվածները։ Նա անպայման ինչ որ քայլեր ձեռնարկելու։ Կարևոր է հասկանալ, որ Պուտինը գիտեր, որ եթե Միացյալ Նահանգները չի ցանկացել մտնել Սիրիա, ապա Միացյալ Նահանգները միայնակ չէր գնալու Ռուսաստանի դեմ ուղիղ ռազմական առճակատման Ուկրաինայում։ Նման քաղաքական կամք պարզապես չկար Միացյալ Նահանգներում։ Եվրոպան էլ չէր ցանկանալու Ռուսաստանի հետ առճակատում։ Եվրոպայի տնտեսությունը կախված էր ռուսական գազից եւ նավթից, եւ Մոսկվան շատ լավ էր հասկանում այդ հանգամանքը եւ օգտագործում այդ լծակը։ Բացի այդ, Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէր փաստացի, ոչ մի պայմանագիր չէր պարտադրում ոչ Միացյալ Նահանգներին եւ ոչ էլ Եվրոպային զորք ուղարկել Ուկրաինա։ Ուրեմն Ուկրաինան միայնակ էր մնալու Ռուսաստանի դեմ պայքարում։ Մնում էր ճիշտ պահը ընտրել։ Իսկ ավելի լավ պահ, քան Ուկրաինայում անմիջապես հեղափոխությունից հետո չէր կարող լինել։ Ուկրաինայում իշխանության վակուում էր։ Պետական կառույցները թուլացած էին, տնտեսությունը ծանր վիճակում էր, քաղաքական ուժերը պառակտված էին եւ Ուկրաինան հեղափոխությունից հետո փխրուն, անկազմակերպ եւ խոցելի վիճակում էր։ Պուտինի համար սա իդեալական պահ էր իր քայլերը կատարելու համար։ Եվ արդյունքում շատ արագ 2014 թվականի գարնանը նա գործի անցավ։ Նախ Պուտինը զինեց եւ ֆինանսավորեց անջատողականներին Դոնեցկում եւ Լուկանսկում, իսկ դրանից հետո արդեն զինված խմբավորումներ մտան Ղրիմ։ 2014 թվականին Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը, այդ կերպ ստանալով ուղիղ վերահսկողություն Սև ծովի ամենաառաջնային ռազմածովային բազայի, այն է Սևաստոպոլի նկատմամբ։ Իհարկե Ղրիմի բռնակցումը միջազգային հանրությունը համարեց անօրինական, բայց գիտեք, չհամարեց անօրինական, փաստը մնում է փաստ, որ ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում Ղրիմը արդեն Ռուսաստանի վերահսկողության տակ էր, ներքո էր։ Ռուսաստանը այդ պահին շատ ճիշտ էր հաշվարկել։ Օբամայի վարչակազմն այդպես էլ չդիմեց կտրուկ քայլերի։ Վաշինգտոնում այդ ժամանակ քչերն էին կարծում, որ արժեր Ղրիմի համար ուղիղ առճակատման դուրս գալ Ռուսաստանի հետ։ Ի վերջո Ղրիմում էր տեղակայված Ռուսաստանի Սևծովյան նավատորմը հրթիռներով եւ հազարավոր զինվորներով հանդերձ։ Եթե Միացյալ Նահանգները զորք ուղարկեր Ղրիմ, սա կնշանակեր շատ մեծ արյունահեղություն, ավելի երկարատև պատերազմ եւ անգամ միջուկային պատերազմի հնարավորություն։ Վաշինգտոնում հեռավոր Ուկրաինայի համար նման ռիսկի գնալու ցանկություն անողների թիվը շատ քիչ էր։ Փոխարեն Միացյալ Նահանգները եւ Եվրոպան սահմանափակվեցին պատժամիջոցներով։ Սառեցրին ռուսական բանկային հաշիվները, սահմանափակեցին ճանապարհորդությունները, վիզաները եւ Ռուսաստանին դուրս մղեցին մեծ ութնյակից։ Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ն ուժեղացրեց ներկայությունը Բալթյան երկրներում եւ Լեհաստանում։ Ես հիմա չեմ խորանա բոլոր այն միջոցառումները, որ կիրառվեց Ղրիմի բռնակցումից հետո, Մինսկի խմբերի ձևավորումը, Ուկրաինայի շուրջ դիվանագիտական նախաձեռնությունները եւ այլն։ Կնշեմ միայն երկու կարևոր բան։ Առաջինը, Օբամայի վարչակազմը սահմանափակվեց միայն պատժամիջոցներով։ Մեծ հաշվով արձագանքը թույլ էր։ Երկրորդը, այն ժամանակ Միացյալ Նահանգների փոխնախագահը Ջո Բայդենն էր։ Սա կարևոր է, որովհետև Պուտինի հետագա հաշվարկներում արդեն 2022 թվականի լայնածավալ ներխուժման նախաշեմին Բայդենի գործոնը առանցքային է լինելու։ Պուտինը ակնկալում էր, որ Բայդենը կշարունակի նույն գիծը, ինչ Օբաման։ Ի վերջո 2014 թվականին Բայդենը չվիճեց եւ չքննադատեց Ղրիմի հարցում ցուցաբերած Օբամայի զսպվածությունը։ Միակ ծանրակշիռ դեմոկրատ գործիչը, որը հրապարակայնորեն քննադատեց Միացյալ Նահանգների եւ նախագահ Օբամայի թույլ արձագանքը, Հիլարի Քլինտոնն էր։
Նա քանիցս հայտարարեց, որ եթե ինքը լիներ Միացյալ Նահանգների նախագահ, Ռուսաստանի նկատմամբ շատ ավելի կոշտ քայլեր կձեռնարկվեին։ Ռուսաստանը պետք է պատժվեր ըստ Քլինթոնի։ Իսկ արդյոք Ռուսաստանը ուզում էր պատժվել։ Իհարկե ոչ։ Եվ ահա 2016 թվականի նախագահական ընտրություններին, երբ Հիլարի Քլինտոնը դարձավ դեմոկրատական կուսակցության թեկնածուն, իսկ Դոնալդ Թրամփը հանրապետական կուսակցության առաջադրած թեկնածուն, Ռուսաստանը գործի անցավ։ Ռուսաստանը չէր կարող մեծ հաշվով թույլ տալ, ըստ ռուսական տրամաբանության, որ Հիլարին դառնա նախագահ, այլապես կարող էր Ռուսաստանի բանը բորդ լինել։ Ռուս հակերները, թրոլները, ապատեղեկատվական քարոզարշավները թիրախավորեցին ամերիկյան ընտրությունները։ Նպատակը մեկն էր՝ ամեն գնով խոչընդոտել Հիլարի Քլինտոնի հաղթանակը։ Սոցիալական ցանցերում, Facebook-ում, Twitter-ում, այն ժամանակվա Twitter-ում եւ այլ հարթակներում սկսվեց ապատեղեկատվության իսկական տարափ։ Քլինտոնի մասին ամենատիպիկ բաներից մինչև ամենաանտրամաբանական աբսուրդ պատմություններն էին տարածվում, ընդհուպ մինչև պնդումներ, թե իբր Հիլարի Քլինտոնը խմում է երեխաների արյուն կամ լոգանք է ընդունում երեխաների արյան մեջ։ Ինչ ասես, ինչ հիմարություն ասես տարածվում էր։ Մի խոսքով ստեղծվում էր քաոս, պառակտում եւ անվստահություն, հատկապես հենց Հիլարի Քլինտոնի նկատմամբ։ Ռուսաստանն արեց ամեն ինչ, որպեսզի Հիլարի Քլինտոնը չընտրվի։ Բայց այս անգամ Ռուսաստանը անցավ մի շատ կարևոր կարմիր գիծ, հատկապես դեմոկրատական կուսակցության համար։ Ռուսաստանը միջամտեց Միացյալ Նահանգների ներքին գործերին, ժողովրդավարությանն ու ընտրություններին։ Մինչ այդ, քանիցս Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները խառնվել էին երրորդ երկրների գործերին, երրորդ երկրների տարածքներում էին պրոքսի պատերազմներ մղել իրար դեմ, բայց ուղիղ իրար ներքին գործերի այս մակարդակի դեռ չէին խառնվել։ Սա բնականաբար ձեռնտու էր Թրամփին, ում առաջին նախագահության օրոք լուրջ առանձնապես հակառուսական քայլեր չձեռնարկվեցին։ Եվ ինչի պետք է ձեռնարկվեին, մեծ հաշվով Ռուսաստանն էր օգնել Թրամփին նախագահ դառնալ։ Սրա մասին կան հստակ ապացույցներ, բայց հա դեմոկրատները չմոռացան այս դառը դասը։ Դեմոկրատները չմոռացան, որ իրենց տան գործերին է արդեն Ռուսաստանը խառնվել։ Եվ ահա 2020 թվականի Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում հաղթեց դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը։ Եվ երբ Ջո Բայդենը հաղթեց, նրա մոտեցումները Ռուսաստանի ու անձամբ Պուտինի նկատմամբ արդեն կտրուկ փոխվել էին։ Բայդենը հասկացել էր մի պարզ բան՝ Պուտինին պետք է ամեն գնով կանգնեցնել։ Պուտինը միայն հասկանում է ուժի լեզուն, կլինի դա մաքսիմալ տնտեսական ճնշում, թե ռազմական։ Այս հանգամանքները շատ կարևոր են հասկանալու համար, թե ինչ էր իրականում ակնկալում Պուտինը եւ ինչ արձագանքներ եղան 2022 թվականին։ Բացի այդ, Պուտինը միջամտեց ոչ միայն Միացյալ Նահանգների ներքին գործերին։ Ռուսաստանի հետ կապված անձինք եւ խմբեր միջամտեցին նաեւ Եվրոպայում տեղի ունեցող գործընթացներին, հաճախ բավականին տեսանելի ձևերով։ 2016 թվականին Brexit-ի քվեարկությունը դարձավ զանգվածային առցանց ազդեցության արշավների թիրախ, ինչն էլ խորացրեց հասարակական պառակտումը։ Շատ առցանց ապատեղեկատվության հոսքեր տարան դեպի Ռուսաստան։ 2017 թվականին Էմանուել Մակրոնի նախընտրական քարոզարշավը ենթարկվեց խոշոր հակերային հարձակման, գողացված փաստաթղթերի եւ ապատեղեկատվության հոսքի։ Քվեարկությունից, հենց նախագահական քվեարկությունից անմիջապես առաջ կրկին հետքերը տարան Ռուսաստան։ Գերմանիան եւս բախվեց կիբերհարձակումների կարևորագույն ժամանակներում, ինչպես նաեւ ազդեցության գործողությունների ընտրությունների ժամանակ կրկին Ռուսաստանն էր կազմակերպել։
2016 թվականին Մոնտենեգրոյի իշխանությունները հայտարարեցին, որ ռուս գործակալների հետ կապված դավադրությունը նպատակ ուներ տապալել կառավարությունը ՆԱՏՕ-ին միանալու քվեարկությունից առաջ։ Բալթյան երկրներն ու Լեհաստանը վաղուց էին հաղորդում ապատեղեկատվության ալիքների մասին, որոնք նպատակ ունեն սերմանել վախ, անվստահություն և հականատոյական տրամադրություններ։ Եվրոպայի այլ հատվածներում հանրաքվեների, խորհրդարանական ընտրությունների և Եվրամիության մակարդակով բանավեճերի ժամանակ արձանագրվեցին նմանատիպ օրինաչափություններ՝ էլեկտրոնային նամակներ, տրոլերի ֆերմաներ և նպատակային քարոզչություն, որը խթանում էր Մոսկվայի համար շահավետ պատմություններ։ Հետախուզական գործակալությունները և անկախ հետազոտողները բազմիցս կապել են այս արշավները Ռուսաստանի հետ կամ Ռուսաստանի հետ կապված ցանցերի հետ։ Այդ օրինաչափությունը, ի նկատի ունեմ արտասահմանում քաղաքականություն ձևավորելու համար ոչ ռազմական գործիքների օգտագործումը, դարձել է Կրեմլի ռազմավարական գործիքակազմի կարևոր մաս։ Իհարկե, նման գործիքակազմը ավելի էժան է և էֆեկտիվ, քան պատերազմները, բայց պետք է շատ զգույշ լինել։ Ռուսաստանը և Պուտինը չափից շատ կիրառեցին այս գործիքակազմը և իրենց դեմ լարեցին բավական թվով մեծ խաղացողների։ Իսկ ոչինչ այնքան չի միավորում երկրներին և դաշինքներին, որքան ընդհանուր թշնամին։ Ռուսաստանը և անձամբ Պուտինը դարձան այդ ընդհանուր թշնամին Եվրոպայի և ԱՄՆ-ի աչքերում, առավել ևս ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության աչքերում։ Սա թերևս Պուտինի ամենասխալ հաշվարկներից մեկն էր։ Պուտինը սպասում էր, որ Բայդենը կհետևի Օբամայի զգուշավոր գծին, այն է զսպվածություն, բանակցություններ, ուղղակի բախումից խուսափում։ Սակայն Բայդենը և շատ եվրոպացի առաջնորդներ գործեցին այլ կերպ։ Նրանք կոշտացրին քաղաքականությունը, ավելի սերտորեն համակարգեցին գործողությունները և Կրեմլի ագրեսիվ քայլերը դիտարկեցին որպես իրենց երկրների ժողովրդավարական գործընթացների համար սպառնալիք, և սա, ըստ առաջնորդների, պահանջում էր լուրջ հակազդեցություն։ Իսկ Պուտինին հակազդելու և կանգնեցնելու փորձն արվելու էր հենց Ուկրաինայում։